Կալանավորված դպրոցականի աջակիցները դարձյալ դատախազության դիմաց են։ Աննա Վարդապետյանից պահանջում են, որ միջնորդի ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ սահմանել այլ պատժամիջոց։ Երբ որ դու կանգնած ես եկեղեցում, երբ որ դու աղոթք ես անում եւ քեզ հերում են այս կողմ կամ այն կողմ, անչափահասության տարիքը նոր հատած երիտասարդ կարա, չգիտեմ, նեղվի դրանից, զգայունա, այո, եւ ես չեմ ուզում շեշտը դնել միայն ու միայն հիվանդության վրա, որովհետեւ դա ճիշտ չի, բայց ես խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի դա պարտադիր հաշվի առնվի։ Սոցիալական հարթակներում 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ-ին, սակայն Անահիտ Մանասյանի պատասխանը չի գոհացրել։ Հիմա էլ 150 ստորագրությամբ են եկել Վազգեն Սարգսյան փողոց։ Նրանց սկզբում պատասխանեցին, թե կարող են 2 հոգու ուղեկցել, որ նամակը հանձնեն, սակայն ակցիայի մասնակիցների համար հարցի այդ ձևաչափով լուծումը բավարար չէր։ Ցանկանում էին տետատետ հանդիպում գլխավոր դատախազի հետ։ Այսօր առավոտյան եմ այցելել, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ, շատ կարճ եմ իրեն կարողացեցինք փորձել եմ չանհանգստացնեմ հնարավորինս, ասեց անդադ ուզում եմ քնեմ, թողը դուրս եմ եկել, էս է վիճակը, պալատում է, այո, պալատում է։ Ըստ փաստաբանի Դավիթի առողջական վիճակը մտահոգիչ է, բայց փաստաթղթերը դեռ չի հրապարակի։ Իսկ Դավիթի եղբայրը Միքայելը ծանր հոգեբանական վիճակում է։ Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի մասնակիցները որոշեցին մտնել դատախազություն, սակայն Վարդապետյանի ընդունելությանը չարժանացան։ Հասարակ մահկանացուներից չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար։ Եթե ինչ-որ բան պատահի Դավիթի հետ, Աստված չանի, այս ամեն ինչը թե ի պաշտոն է, թե մարդկային իրենց խղճի վրա է, որովհետև բացի պաշտոնյաները նրանք գրեթե բոլորը ծնող են եւ ունեն երեխաներ։ Ամեն ինչ այս կյանքում պաշտոնով չի։ Փոխանցել են կոնտակտները, սպասում են պատասխանի։ Այս ընթացքում սոցհարթակներում կշարունակեն պայքարել Դավիթի ազատության համար։ Մինչև այդ հայտնի դարձավ, որ Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ամբողջությամբ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը։ Ոչ, չմտածեք, թե հոգու Դավիթի է բողոքը, ոչ, ի վնաս է։ Այս գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում պաշտոնից։ Դավիթ Կիրակոսյանն աշխատանքից ազատվել է սեփական գրավոր դիմումի համաձայն։ Ավելի վաղ աշխատանքից ազատվել էր Հակոբ Հակոբկոխյանը։ Ալադավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։